Սոնան իր երկու շների Նենսիի ու Կոկիի հետ ամեն օր հենց այս զբոսայգում է լինում։ Շենգավիթ վարչական շրջանի Կոմիտասի անվան այգու վերջնամասում գտնվող ընտանի շների համար նախատեսված զբոսայգին մեկն է այն 8-ից, որոնք վերջին տարիների ընթացքում կառուցել է Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես այս զբոսայգին, այնպես էլ մյուս զբոսայգիները մեծ մասը շահգործման են հանձնել վերջին 2 տարվա ընթացքում։ Դրանցից են Արաբկիր վարչական շրջանի, Նքանաքեր Զեյթուն վարչական շրջանում 2 զբոսայգի ունենք շահգործման հանձնված, ունենք Նորնորքում, Էրեբունի վարչական շրջանում։ Կենդանասերների խոսքով կառուցված զբոսայգիները հարմարավետ են, շները կարողանում են ազատ խաղալ։ Զբոսայգում առկա հարմարանքներն էլ օգնում են, որ տերերը վարժեցնեն իրենց կենդանիներին։ Նախքան զբոսայգին շատ դժվար էր շների հետ զբոսնելը, քանի որ մարդիկ կային, որ վախենում էին, մարդիկ կային, որ չէին սիրում, մարդիկ կային, որ երեխաներին չէին կարողանում պահել, երեխաներն էին գալիս, չէին հասկանում շների հետ ոնց վարվել, ինչ ան։ Ընտանի կենդանի պահողները նաև կարևորում են, որ մարդկանց վերաբերմունքը շների հանդեպ փոխվել է, ավելի հանդուրժող են դարձել, հոգատար։ Տեսնում ես մարդիկ, որոնք երբեք շանը մոտիկ չեն գնացել, չեն կերակրել, հիմա գնում են, կերակրում են, սիրում են, խնամում են։ Սա փոխվել է, սովորել եմ ինչպես վարվեն շների հետ։ Կարևոր է, որ ընտանիչներ պահողները պահպանեն մաքրություն, հավաքեն առաջացած աղբը։ Զբոսայգիներում արգելվում է շանը թողնել առանց հսկողության։ Եթե որոշել եք ձեր շան հետ գնալ որևէ վարչական շրջանի զբոսայգի, կարևոր է, որ շունը պատվաստված լինի կատաղություն հիվանդության դեմ։ Այգի չի կարելի այցելել 23:00-ից հետո։ Դրանց մեծ մասը բաժանված է երկու մասի, մեկը նախատեսված է չափերով ավելի մեծ շների համար։ Ես այգիներից իրականում շատ գոհ եմ, որտեվ նախ ժողովուրդն առանձնացել իրարից, խնդիրներ չկան, մարդիկ իրենց երեխեքի հետ հանգիստ կարան քայլեն, մարդիկ իրենց շների հետ կարան քայլեն։ Օհանյանը խնդիրների թվում առանձնացնում է աղբամանների բացակայությունը։ Մեր նկարահանումներից հետո ի դեպ Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգում աղբամաններ տեղադրվեցին։ Կենդանատերերի բողոքներն ու առաջարկները քաղաքապետարանից լուծում են տալիս։ Պարբերաբար քննարկվում են ցուցանակների հետ կապված վերջին շրջանում շատ են առաջարկները եւ շուտով արդեն այս տարածքները նաեւ կունենան հուշող, խրախուսող ու նմանատիպ ցուցանակներ։ Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի Երևանի բոլոր վարչական շրջաններում ունենալ ընտանի կենդանիների համար նախատեսված զբոսայգի։ Որոշների շինարարությունն ընթացքի մեջ է, մինչև տարեվերջ պատրաստ կլինեն։ Մերի Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։